Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հարցում, համոզված է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա սակայն չի շտապում տևական ժամանակ քննարկվող սույն փաստաթղթի ստորագրման հստակ ժամկետ հայտարարել։ Աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են եւ պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե մեր կողմից, թե Ադրբեջանի կողմից կա եւ պետք է ասեմ, որ այն մտահոգությունները, որոնք որ մեր մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով նաեւ հնչում են Ադրբեջանում։ Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաեւ վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը կարծում եմ հեշտ չի լինելու, բայց իրագործելի է։ Հայկական կողմը պատրաստ է թեկուզ այսօր էլ ստորագրել համաձայնագիրը։ Շարունակում է Ալեն Սիմոնյանն ու պարզաբանում։ Ակնհայտ է, որ կոնֆլիկտ որպես այդպեսին այլևս չկա եւ կոնֆլիկտի պայմաններ չկան եւ նախադրյալներ չկան ու չեն էլ կարող լինել եւ կրկնում եմ շատ կարեւոր ու որոշիչ բան է դա վստահության վերականգնումը։ Բոլոր պետությունների մեջ բոլոր երկրների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են, մենք մեր հարևանների հետ մեր հարցերը այլևս պատրաստ ենք եւ կարողանում ենք համատեղ քննարկել։ Խաղաղության պայմանագիրը ըստ ազգային ժողովի նախագահի ձեռնտու փաստաթուղթ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Նա չի կիսում այն կարծիքը, թե Բաքուն շարունակաբար սպառնալից հայտարարություններ հնչեցնելով փորձում է Երևանին նախապայմաններ թելադրել։ Կողմերից յուրաքանչյուրն առաջ է տանում բնականաբար իր երկրի պետական շահը, շեշտում է Սիմոնյանը։ Հայտարարություններ միշտ հնչել են ու միշտ հնչելու են, հայտարարություններ հնչելու են ամենահարազատ երկրների միջև, ամենաընկերական, դաշնակցային երկրների միջև։ Այդ հայտարարությունները նրա համար է, որպեսզի այդ հայտարարությունները քննարկվեն, այդ հայտարարությունները նրա համար է, որպեսզի լինի հակառակ հայտարարությունը։ Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Սյունիք ու Զանգելան փոխադարձ այցեր էին կատարել։ Նրանց վերջին հանդիպումն էլ նոյեմբերի վերջին էր ադրբեջանական Գաբալայում։ Սահմանազատման համատեքստում խորհրդարանի խոսնակը ընդգծեց ներկայությամբ որևէ փոփոխություն դեռևս չկա։ Նա միաժամանակ չբացառեց, որ գործընթացը հստակ արդյունքներով հնարավոր է շարունակվի գալիք տարվա առաջին եռամսյակում, սակայն կոնկրետ որ ուղղությամբ չմանրամասնեց։ Ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաեւ ինչ որ մի մաս նույնպես կսահմանազատենք, հա, եւ կունենանք այն դրական հաճելի ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք ցույց ենք տալիս եւ ի ցույց ենք դնում, թե նշված քիչ առաջ խոսացված խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի։ Տարածաշրջանային 3 գումարած 3 ձևաչափով քննարկումների հաջորդ նիստը Ադրբեջանը առաջարկում է անցկացնել Բաքվում։ Պաշտոնական Երևանը առաջարկին դեռևս չի արձագանքել, սակայն արդյոք հակված է ընդունել այն։ Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարությունը, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը չմասնակցելը չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի եւ չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունեցող գալիք ինչ որ նախատեսված միջոցառմանը։ Անդրադառնալով նաեւ ադրբեջանական նավթամթերքի, դրա Հայաստան մատակարարման առաջին խմբականակի ու կողմերի միջև ոչ միայն սև ոսկու, այլև այլ ոլորտներում եւս հնարավոր առևտրի վերաբերյալ հարցին Սիմոնյանը պատասխանեց։ Կոնկրետ ժամկետներ ձեզ չեմ կարող ասել, բայց ես չեմ ուզում մենք կենտրոնանանք հենց նավթամթերքի վրա միայն, բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք եւ խաղաղության խաչմերուկը եւ այն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, հենց դրա մասին է։
բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թե կարող է հիմա առաջին տեսեք ծորենը եղավ։ Ինչ վերաբերում է նավթամթերքին, այո, ինչու ոչ, ինչքան շատ այլընտրանք լինի էներգակիրների, լինի դա նավթ, լինի դա գազ, լինի դա, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, Հայաստանը պետք է դրանից օգտվի եւ հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահը եւ հետաքրքրությունը ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա այդ ապրանքը արտահանելու։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։